Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է Արթիկ քաղաքում Վարդենյաց Լեռնանցքում եւ Մեղրուսար կոչվող հատվածում ձյուն է տեղում Սևան քաղաքում մառախուղ է վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 771,200 տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 11,2%-ով։ Տվյալները ներկայացրել էր վիճակագրական կոմիտեն։ 112 միասնական արտակարգ հեռախոսահամար կգործի Հայաստանի ողջ տարածքում, միավորելով ոստիկանության փրկարար ծառայության զանգերը։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանի խոսքով մեկ զանգի սպասարկման ժամանակը կկրճատվի մինչև 10 վայրկյան, արձագանքումը մինչև 10 րոպե։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը առաջարկում է հին համարները միաժամանակ պահպանել ու վերահասցեավորել 112, քանի որ շատերին դրանք ծանոթ են։ Շտապօգնության 103 համարը կմնա գործող։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով ծառայությունը կունենա սեփական օպերացիոն կետ, իսկ նոր հարթակը թույլ կտա դեպքերի տվյալները փոխանցել վայրկյանների ընթացքում։ 2019 թվականին Հայաստանում տրամադրվել է բնակության 7800 թույլտվություն, 2022 թվականին 16600, իսկ 2024-ին 12491 թույլտվություն։ Դիմումների ամենամեծ թիվը ստացվել է Ռուսաստանից, որին հաջորդում է Հնդկաստանը։ Ռուսաստանից բնակության թույլտվության համար դիմողների գերակշիռ հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներն են։ Հնդկաստանից դիմողները հիմնականում Հայաստանում սևագործ աշխատանքով են զբաղվում։ Մեծ հաշվով սա բաց չէ, եթե պրոցեսը վերահսկվում է, իսկ պրոցեսը մեղմ ասած չի վերահսկվում։ Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանին է ներկայացրել օրինագիծ, որով տարեկան քվոտաներ են սահմանվելու միգրանտ աշխատողների թվի համար։ Չեմ կարողանում հասկանալ այս քվոտավորման իմաստը ինձ համար։ Միգուցե կառավարությունը, որ ներդնի սկսի աշխատեցնել, մենք էլ հասկանանք։ Այսինքն կառավարությունն օրինակ հաջորդ տարվա համար կարողանալու է ֆիքսել, որ երկիրը հնարավորություն ունի ընդունել, ասենք 10,000 աշխատանքային միգրանտ, եւ ըստ այդմ հենց այդքան անձի է տրվելու բնակության թույլտվություն։ Այստեղ կա մեկ այլ խնդիր, իսկ ինչպես է որոշվելու, որ այս աշխատանքային միգրանտը երկրին անհրաժեշտ է, իսկ նրանից հետո դիմողը ոչ։ Գուցե իրենք ունեն հաշվարկներ, ինչպես են քվոտավորելու, որտեղ ԵՄ-ն ունի այդ համակարգը եւ բավական լավ հաշվարկում են իրենք։ Ես չգիտեմ, միգուցե իրենք արդեն համակարգ ունեն, որտեղ ես դրանից տեղյակ չեմ, բայց այն տեղեկությունը, որը ես ունեմ, ես կարծում եմ, որ այդ քվոտավորումը այս պահին դեռ շուտ է դրան անցնելը։ Ներկա օրենսդրության համաձայն գործատուն կարող է օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունել միայն այն բանից հետո, երբ հիմնավորի, որ տեղացի բնակիչների շրջանում մասնագետ չի գտել։ Այսինքն, ըստ գործող կարգի բիզնեսմենը դիմում է տարածքային զբաղվածության կենտրոն, եւ եթե այնտեղ չկա անհրաժեշտ աշխատանք, փնտրողի մասին տվյալներ կամ հնարավոր աշխատանքի թեկնածուն չի բավարարում գործատուին, այդ դեպքում վերջինը կարող է աշխատանքի ընդունել միգրանտի։ Սակայն գործնականում գրեթե երբեք այդպես չի արվում։ Օրինակ, անցյալ տարի գործատուներն այդ կերպ վարվել էին ավելի քան 10,000 դիմողներից ընդամենը 10-ի դեպքում։ Մյուս կողմից բիզնեսին եւս մեղադրել թերևս չի կարելի։ Օրինակ շինարարությունում, եթե բանվորը 4-5 տարի առաջ 10,000 դրամով օրեկան այդ սիրով կաշխատեր, հիմա 15-20-25,000 է հասնում։ Այս խնդիրը սուր է նաև գյուղատնտեսության ոլորտում։ Դաշտերում աշխատող մարդկանց օրական վարձատրությունից է կախված գյուղմթերքի ինքնարժեքը, հետևաբար մրցունակությունը դրսի շուկաներում։ Արդյունքում ստացվում է, որ շատ ֆերմերների համար միակ լուծումն աշխատանքային միգրանտների օգնությանը դիմելն է։ Այսօր հայկական աշխատողը շատ բաներ չի նախընտրում անել, չի ցանկանում անել, քվոտավորել միգրանտների քանակները, առանց բիզնեսի հետ դա լուրջ քննարկելու, ինքը ոչ թե օգուտ կտա, այլ խոչընդոտ կստեղծի տնտեսության զարգացման, որովհետև խոչընդոտելով, որ միգրանտներ չգան կամ քիչ կան, դա չի նշանակում, որ տեղական գործազուրկները կսկսեն աշխատել։ Այսինքն այստեղ ունենք երկու խնդիր, որոնք պետք է լուծվեն, բայց ոչ միմյանց հաշվին։ Մի կողմից չվերահսկվող աշխատանքային միգրացիան սոցիալական եւ անվտանգային ահռելի ռիսկեր ունի, մյուս կողմից տեղական ձեռնարկություններում աշխատատեղերի խնդիրը չի լուծվում, տեղում անհրաժեշտ աշխատուժի բացակայության հետևանքով։
Կառավարությունը լրացուցիչ 400 միլիոն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրերի իրականացման համար։ Խոսքը մարզերում հիփոթեքի աջակցության եւ հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի մասին է։ 2025 թվականի համար ծրագրերի տարեկան ճշտված բյուջեն կազմում է 21 միլիարդ դրամ, որն ըստ եռամսյակների բաշխվել է համամասնորեն։ Այս տարվա հոկտեմբերի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 2537 շահառու։ Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8 միլիարդ 156.9 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.9%-ով։ Մասնավորապես ջեկերի արտադրությունը նվազել է 11.9%-ով, հեկերի արտադրությունն էլ աճել է 15.5%-ով։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ Սեզոնային գրիպը, հարբուխը, հազը պետք է որ բնական ու եղանակին բնորոշ վարակներ լինեին, սակայն նրանց բնույթը կարծես թե փոխվել է։ Վերջին շրջանում նման վարակների արագ տարածումը, տևական ընթացքն ու ուղեկցող ախտանիշները որոշակի խուճապ են առաջացրել հանրության շրջանում։ Բժշկական կենտրոններում հիվանդների հոսքը զգալիորեն ավելացել է թե մանուկների, թե մեծահասակների շրջանում։ Դեկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանի բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 717 պացիենտ։ Հոսպիտալացված պացիենտների 91%-ը 0-ից 18 տարեկան են։ Այսպիսի վիճակագրության պայմաններում դպրոցներն ու մանկապարտեզները շարունակում են գործել բնականոն ռեժիմով։ Նախազգուշական միջոցառումներ այնուամենայնիվ ձեռնարկվել են։ Իհարկե մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։ Պետք է նշեմ, որ ամենօրյա բացակայությունների թիվը եւս մենք իրար փոխանցում ենք եւ աշխատում ենք դպրոցների հետ։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել, քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում, դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են հիմնվելով իրավիճակի վրա եւ մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը։ Արդյոք օդի աղտոտվածությունը նպաստում է վարակների տարածմանը։ Ավանեսյանը հերքում է նման տեսակետը, ասում է, նոյեմբերի սկզբից մինչև հունվարի վերջը վարակները ակտիվ փուլում են գտնվում։ Նախորդ տարվա համեմատ էլ այս տարի դեպքերը մի փոքր են ավելացել։ Այս տարի վարակները ուշ են սկսել շրջանառվել։ Նորից շեշտադրում եմ, որ եթե չունեք ախտանշաններ, ապա խնդրում ենք մանավանդ ռիսկի խմբերին անպայման պատվաստվել, որովհետև մեր ցուցանիշները նաև ցույց են տալի պատվաստված անձինք կամ չեն վարակում, կամ վարակվելու պարագայում շատ թեթև են տանում ախտանշանները։ Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթի դրույթները քննարկվում են արդեն մի քանի շաբաթ, բայց փաթեթի վերաբերյալ դիտարկումները, հակասական կարծիքներն ու հարցերը չեն նվազում։ Ըստ Ավանեսյանի, նախնական նախագծում ցանկացել են հնարավորություն ստեղծել, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում քաղաքացու հանրագումարային աշխատավարձը դիտարկվի որպես շեմ։ Ըստ էության ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել եւ պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավել լինի, որպեսզի նա 26 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ, բայց 27 թվականից արդեն ըստ էության բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն։ Հիշեցնեմ, առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների եւ ամեն անհատի առողջապահական բոլոր կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմանը, դրանց առողջապահական արդյունքների ապահովմանը։ Կան պրեպարատներ, Ամերիկան է իրանց սերտիֆիկացվում որպես որակի բարձր չափանիշ, որպես մաքուր պրեպարատներ։ Այս լցանյութերը սովորաբար օգտագործվում են կնճիռները վերացնելու եւ մաշկը հարթեցնելու, ավելի երիտասարդ դարձնելու համար։ Երբեմն դրանք օգտագործվում են քթի կամ շրթունքների ուրվագծման կամ ձևավորման համար։ Բայց եթե պատվիրեք կոսմետիկ նյութերը գնումների կայքերից, 10-ը միգուցե 15 անգամ ավելի մատչելի կլինեն։ Էժան է, քանի որ պրեպարատը լիցենզավորված կամ սերտիֆիկացված չէ։ Սերտիֆիկատ ստանում են որակի բարձր լինելու հաշվին, ասում է դիմացնոտային վիրաբույժն ու հավելում, կան պրոցեդուրաներ, որոնք արժեն միջինը 80-ից
120,000 դրամ։ Դա ինքնարժեք չէ, դրան գումարվում է բժշկի աշխատանքը, կրթությունը, սերտիֆիկացիաներն ու նյութավճարը, եւ վերջնարդյունքում բավականին մեծ արժեք է դառնում։ Դիմացնոտային վիրաբույժն ասում է, արդեն սովորել է, գին են հարցնում, տեսնում, որ գրպանին չի համապատասխանում, ընտրում են մաչելի տարբերակն ու 3-4 ամիս անց ուղարկում են նկարները, թախանձելով շտկել արդեն կատարված միջամտությունները, ինչը քառակի ավելի թանկ է նստում։ Ինչպես ֆունկցիոնալ խանգարման, այսինքն օրինակ տեսողության խանգարում, շնչառության խանգարումներ են լինում, բորբոքային պրոցեսներ են լինում դեմքի վրա, իշեմիաներ եմ ես հանդիպել, հեմատոման ամենաթույլ բացասական երևույթն է, որ կարող եմ նշել։ Ցանկացած միջամտությունից առաջ բուժառուն պետք է դիմի ախտորոշիչ լաբորատորիա, բժիշկը նրան կուղղորդի համապատասխան հետազոտության, որից հետո միայն կկատարվեն համապատասխան միջամտություններ, ասում է վիրաբույժն ու հավելում, պրեպարատն ընտրելիս բուժառուն պետք է նախ ինքը համոզվի, առկա է արդյոք օրիգինալության հոլոգրաֆիկ պիտակը, արդյոք այն պաշտոնապես է ներմուծված Հայաստան, պետք է նշված լինի լաբորատորիայի հասցեն, հակառակ դեպքում բուժառուն պարտադրված կլինի նախ դեղորայքային երկարատև բուժում անցնել, որպեսզի հնարավոր դառնա ներարկված վատորակ նյութերը հեռացնել։ Մի ամիսա դեղորայքով բուժվում եմ ու հլե էլի կտևի, որ կարողանամ ֆիլերը հանեն։ Ոչ մի բան չեմ զգում, սաղ դեմքս փքված ու պարալիզացված է։ Եթե հայտնաբերվում է, որ կազմակերպությունում գործունեություն է իրականացնում չլիցենզավորված կամ բավարար կրեդիտներ չունեցող բուժաշխատող, փաստն արձանագրվում է, գրություն ուղարկվում առողջապահության նախարարություն, կարգադրագիր տրվում տվյալ կազմակերպության պաշտոնատար անձին, որ վերացվի թերությունը եւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում եւ տուգանվում է 300,000 դրամի չափ։ Մասնագետը խորհուրդ է տալիս, եթե ֆինանսապես պատրաստ չեք որակյալ պրոցեդուրայի, ավելի լավ է այն հետաձգել, վստահ լինել, որ դա կատարում եք որակավորված բժշկի մոտ, քանի որ 15-20,000 դրամանոց պրոցեդուրաները բուժառուին արդեն իսկ պետք է վախեցնեն։ Միջազգային կազմակերպություններից մեկի հետազոտության տվյալներով քթի շուրջը գտնվող հատվածները հատկապես ռիսկային են ներարկման համար, քանի որ քթի արյան անոթները կապված են գլխի շատ կարևոր հատվածների հետ։ Այս անոթների վնասումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել, այդ թվում մաշկի վնասվածք, կուրություն, դեմքի դեֆորմացիա եւ կաթված։ Հեսա սա խոնավացած։ Այդ խոնավը ջանդամ հələ պատերը նայ։ Այդա ստե քնում եք։ Բա ինչ անենք ուր եթան։ Սասունիկ բնակավայրի 33-րդ փողոցի 5 բնակելի շենքերում խոնավություն է։ Ջուրը տներն է լցվում։ Պատճառը տանիքների անվերջ թվացող նորոգման աշխատանքներն են։ Դեռ 4 շաբաթ առաջ ըստ բնակիչների աշխատանքները մեկնարկել են, բայց ավարտը այդպես էլ չի երևում։ Անձրևաջրերն էլ տներ են լցվում։ Թե ինչ արեցին գմփուներով ու խորեր թափատունը։ Դի էտենցա, բալկոնը տենցա, էնսենյակը տենցա, ցավը տանեմ։ Մենք վիճակի չենք։ Սենյակներում պատերը խոնավությունից բորբոսնել են, առանց դույլերի տանը շրջել չի ստացվում, ճաքեր են առաջացել։ Ընդհանուր առմամբ բոլոր շենքերի տանիքներն են անմխիթար վիճակում, թիթեղյա ծածկեր են պետք։ Տոնայով ջուր են թափե անձրևային ջուր։ Հեն այն արանքներից գալիս է։ Բալկոնը տենց, էնսենյակը տենց պատը լրիվ արդեն որ ռեմոնտա չորացեք թափի կետիկ։ Անձրևաջրերը լցվում են մարդկանց տները, մարդկանց նույնիսկ ննջարանները, խոհանոց, զալը ու ամբողջ այդ պատերը բորբոսնել են արդեն։ Նույնիսկ մի քանի մետրից հոտը, խոնավության հոտը զգացվում է։ Ստենա, կիսատ, պրատ։ Խնդրի մասին աշտարակի քաղաքապետը գիտի, մարզպետի հետ արդեն դիմել է կառավարություն, որպեսզի արտահերթ սուբվենցիոն ծրագիր մշակեն, աշտարակի քաղաքապետարանն էլ կարողանա գործը ավարտին հասցնել։ Մենք սա շենքերը բայ եք բրծնու։ Մյուս տարի այսինքն մարդիկ լոտ կառնեն էլի։